Ակառա Smart դռան փական N100։ Քայլ առաջին։ Նախնական ստուգումներ տեղադրումից առաջ։ Չափեք դռան հաստությունը կանոնով, այն պետք է լինի 40 մմ-ից ավելի։ Համոզվեք, որ փաթեթավորումը անվնաս է։ Փաթեթում առկա են դռան փականի մոնտաժի սխեմա, օգտագործողի ձեռնարկ, առջևի վահանակ, հետևի վահանակ, փականային հիմնական մարմին, դռան կողպեքի շրջանակ, փականային արկղ, ամրացման պտուտակներ, մեխանիկական փական, 2 ֆիզիկական բանալի, 8 AA տեսակի մարտկոց, մեծ քառակուսի առանցք, փոքր քառակուսի առանցք, պտուտակներ և դիրքավորման պտուտակներ երկուական, ամրացման պտուտակ 1 հատ։ Նախքան տեղադրումը ստուգեք հետնամասի բռնակը արդյոք վերադառնում է սկզբնական դիրքին սեղմումից հետո։ Միացրեք առջևի և հետևի վահանակների լարերը, տեղադրեք 4 AA մարտկոց հետևի վահանակում, միացրեք էկրանը, ստուգեք կոճակներն ու լույսերը, տեղադրեք բանալին փականում, ստուգելու համար արդյոք այն պտտվում է։ Ձեռքով սեղմեք փականի ժապավենը և օժանդակ բոլտը, ստուգելով արդյոք վերադառնում են նույն դիրքին։ Քայլ 2. Փականի ժապավենի ուղղության փոփոխում և շրջանակի տեղադրում։ Հեռացրեք 1 և 2 նշված պտուտակները, վերցրեք ուղեցույց շրջանակը։ Շրջեք փականի ժապավենը 180 աստիճանով։ Կցեք փոքր ժապավենը ուղեցույց շրջանակին և վերադարձրեք այն տեղը։ Ստուգեք սեղմումից հետո ժապավենը վերադառնում է սկզբնական դիրքին։ Քայլ 3. Բռնակի ուղղության փոփոխում։ Հեռացրեք առջևի վահանակի բռնակի պտուտակը։ Սպիտակ համար 1։ Շրջեք բռնակը 180 աստիճանով ներքև և վերադարձրեք պտուտակը։ Ստուգեք, բռնակը վերադառնում է իր դիրքին սեղմումից հետո։ Քայլ 4. Ստուգեք դռան անցքերի բարձրությունը։ Քայլ 5. Օգտագործեք մոնտաժի սխեման։ Ներառված սխեման կօգնի ճիշտ դիրքավորել փականը և անցքերի տեղերը։ Նշեք բռնակի կենտրոնը, հավասարեցրեք սխեման այդ նշման հետ։ Պատի եզրին նույնպես համապատասխանեցրեք սխեման։ Հորատման ժամանակ խստորեն հետևեք նշված չափսերին, խուսափելու չափից դուրս մեծ կամ փոքր անցքերից։ Քայլ 6. Տարբերությունները փայտե և մետաղական դռների տեղադրման ժամանակ։ Եթե դուռը փայտյա է, անհրաժեշտ է պահպանել ուղեցույց շրջանակի անցքերը։ Օգտագործեք խազիչ կամ այլ գործիք դռան մեջ համապատասխան անցք բացելու համար։ Բացեք փականի կախիչը, հուկ, հանեք այն և համոզվեք, որ դուռը ազատ շարժվում է։ Քայլ 7. Փականի հիմնական իրանի ամրացում։ Տեղադրեք փականը դռան մեջ։ Փականի լարը անցկացրեք վերևի անցքով, դեպի դռան հետև։ Օգտագործեք անկյունային դիրքում գտնվող 2 պտուտակ փականը ամրացնելու համար։ Խորհուրդ չի տրվում օգտագործել կեռիկը։ Քայլ 8. Մեխանիկական փականի տեղադրում։ Մեխանիկական փականը անցկացրեք փականի կողմնային անցքով։ Առջևի կողմից տեղադրեք պտուտակները և ամրացրեք փականը։ Քայլ 9. Մեծ քառակուսի առանցքի տեղադրում։ Հավասարեցրեք առանցքը ուղեցույց շրջանակի կենտրոնին։ Չափեք դռան որ կողմից որքան է դուրս գալիս առանցքը։ Դրսից վերցրեք inside նշումով կողմը, սլաքով դեպի ներս և զսպանակով վերև։ Ուժով սեղմեք այն փականի մեջ։ Ստուգեք, ներսից զսպանակը ամրացված է։ Բաց դռան կողմից շրջեք առանցքը վերև, բոլտը առաջ բերելու համար։ Ներքև թեքելուց այն չպետք է շարժվի։ Քայլ 10. Դիրքավորման պտուտակ և փոքր քառակուսի առանցքի տեղադրում։ Տեղադրեք 2 դիրքավորման պտուտակ առջևի վահանակում,
Դրանք պետք է ուղիղ լինեն։ Հետնամասի կողպման կոճակը դարձրեք ուղղահայաց։ Պլաստիկ բռնակը պտտեք 45 աստիճանով։ Տեղադրեք փոքր քառակուսի առանցքը, ապա կրկին պտտեք պլաստիկ բռնակը։ Քայլ 11. Առջևի և հետևի վահանակների տեղադրում։ Առջևի վահանակի լարը անցկացրեք դռան անցքով։ Հավասարեցրեք բռնակը մեծ քառակուսի առանցքի հետ։ Հավասարեցրեք դիրքավորման պտուտակները փականի անցքերին։ Միացրեք բոլոր լարերը՝ առջևի վահանակ, փական, հետևի վահանակ։ Ամուր ամրացրեք բոլոր մասերը։ Լարերը տեղադրեք փականի մեջ։ Հետևի բռնակը հավասարեցրեք մեծ առանցքի հետ։ Փոքր առանցքը տեղադրեք համապատասխան անցքի մեջ։ Տեղադրեք համապատասխան պտուտակները հետևի վահանակից։ Տեղադրեք ռետինե ծածկը կողպման կոճակի տակ և մարտկոցի կափարիչի վրա։ Համոզվեք, որ բոլոր մասերը սեղմված են և բացվածքներ չկան։ Քայլ 12. Դռան կողպման շրջանակի տեղադրում։ Նշեք տեղը դռան վրա։ Նախ հորիզոնական գիծ քաշեք, ապա ուղղահայաց գծեր, կենտրոնը նշելու համար։ Նշեք պտուտակների անցքերը, հորատեք, տեղադրեք։ Ընտրեք ավելի մեծ մակերեսով կողմը վերև նայող փականի բոլտի կողմում, հակառակ ուղղությամբ մի տեղադրեք։ Քայլ 13. Փականի փորձարկում։ Դուռը բաց վիճակում ուժով շարժեք փականը, ստուգելու ամրությունը։ Առջևի բռնակը բարձրացրեք, բոլտը երկարացնելու համար։ Բաց թողեք դիրքը վերականգնելու համար։ Սեղմեք առջևի բռնակը, բոլտը չպետք է շարժվի։ Սեղմեք հետևի բռնակի կոճակը, ապա սեղմեք բռնակը, բոլտը դուրս բերելու համար։ Հետևի բռնակը բարձրացրեք, ապա թողեք։ Շրջեք կողպման կոճակը, բոլտը պետք է առաջ գա։ Կրկին պտտեք, ներս քաշելու համար։ Տեղադրեք 4 հատ AA մարտկոց հետևի վահանակում։ Փորձարկեք գաղտնաբառը և մատնահետքի ֆունկցիան։ Փորձարկեք բանալիները։ Տեղադրեք մնացած 2 պտուտակները փականը ամրացնելու համար։ Տեղադրեք մնացած 4 մարտկոցը և փակեք մարտկոցի կափարիչը։ Տեղադրումը ավարտված է։